Ժողովուրդ ջան, երբ քաղցկեղի փսիխոսոմատիկայի մասին էի խոսում, շատ-շատերի մոտ ուրեմն տրամաբանական հարց առաջացել։ Բայց դեպքում փոքրները ինչու են, երեխաները ինչու են հիվանդանում քաղցկեղով, նամանավանդ շատ փոքրները, որ վիրավորանքը չգիտեն ինչ բան է, եւ երկրորդ հարցը, արդյոք գենետիկական ֆակտորը այստեղ դեր չի խաղում։ Եկեք վերջից գամ։ Այո, իհարկե գենետիկ ֆակտորը այստեղ դեր է խաղում, բայց ինչպես տարբեր գիտափորձերով ապացուցել է դոկտոր Ջո Դիսպենզան, գեները եւս կարելի է փոխել ու ընդհանրապես գենետիկան ոչ միայն քաղցկեղի վերաբերյալ, կարելի է փոխել, այլ նաեւ ցանկացած հիվանդության եւ դա բազմաթիվ գիտափորձերով ապացուցվել է, եթե հետաքրքիր է կարող եք կարդալ։ Եվ երկրորդը, ինչու են երեխաները հիվանդանում քաղցկեղով։ Ուրեմն այստեղ կա իմ դիտումներից երկու ուրեմն պատասխան, մեկը հոգեբանական, մյուսը էզոտերիկ, իդեպ այդ էզոտերիկը, եթե ես հիմա ասեմ, ես գիտեմ շատերը էլի սկսելու են, ինչ ես խոսում եւ այլն, ոչինչ, ում հետաքրքիր է թող լսի։ Ուրեմն սկսենք հոգեբանականից։ Հոգեբանականը ուրեմն նման կերպ երեխան ուշադրություն չստանալով մտերիմների կամ ծնողների կողմից կամ անգամ եթե ստանում է, բայց իրեն թվում է, թե չի ստանում, ենթագիտակցորեն ինքը ձգում է իր կյանք տարբեր հիվանդություններ, այդ թվում նաև քաղցկեղը։ Դրա համար են ասում երեխաներին շատ սիրեք, անընդհատ ապացուցեք, որ դուք իրենց սիրում եք, ու այնպես ապացուցեք, որ նրանք հավատան։ Եվ երկրորդը էզոտերիկը, որը շատ է գրված, ես վստահ եմ դուք էլ եք կարդացել, որ հոգին իր կատարած ինչ-որ սխալների համար այս կյանքում ուրեմն պետք է անցնի այդ փորձությունը, թեկուզ քաղցկեղի տեսքով կամ ցանկացած այլ փորձության տեսքով։ Ես նորից եմ ասում, որ քվանտային հոգեբանության մեջ չկան անբուժելի հիվանդություններ, եթե կա մի ուժ, որը բերել է ինչ-որ խնդրի, կլինի դա հիվանդություն, աղքատություն, մենակություն եւ այլն, ուրեմն հաստատ կա դրա հակաուժը, որը հետ կբերի ճիշտ վիճակի։ Սկզբանե բոլորը երջանիկ են ծնվում, որտեղ երեխան չգիտի ինչ բան է երջանիկ եւ դժբախտ, այնպես որ դուք ուղղակի վստահ պետք է լինեք, որ այո կա այդ հակաուժը, հակառակ դեպքում անիմաստ կլներ կյանքը, որտեղ ամեն ինչ երկակի է այս կյանքում, օրինակ սև, սպիտակ, գիշեր, ցերեկ, նույնն էլ հիվանդություն, առողջություն, ուրեմն դուք պետք է վստահ լինեք, որ դուք կբժշկվեք եւ նաեւ ձեր երեխային դուք կարող եք ձեր էներգիան փոխանցելով այդ վստահության, այդ աշխատանքը տեխնիկաների հետ նրան էլ կարող եք ձերբազատել այդ հիվանդությունից։ Ես վստահ եմ, որ դու կարող ես։